Այդ որ դեղան թուկը բարձր շենք սարքի։ Այս շենքը կարա փլուզվի, αλλά հիմքը նա է դե։ Այստեղ։ Իսկ ստեղ մարդու սենյակը ստեղ։ Շինարարությունը ստեղ գնում է։ Արտուր Մեշյանը այդտեղ ապրում։ Արտուր Մեշյանը։ Ինքը քաղաքապետի բանն է։ Արտուր Մեշ, որպես Բաքի բնակիչ բողոքել է չկառուցվի, իսկ որպես ճարտարապետ հաստատել է։ Ուր աստե 8.5 մետր, ուր աստե 8.5 մետր։ 3.5 մետրի վրա են դրել, նույն կամած ախորժակները բացվել։ Հա, դեմից 6 հարկ, հետո հիմա 12 հարկ։ Բաժանի մուտքի նորմալ տարածք չկա։ Անվտանգության ծողակ է էսի։ Անմեջ արդեն կապիտալ տունեն չեմ քանդում ես։ Կամ որ քանդում եմ ուր եմ գնում, հեսա կմտնեմ ստուդիա իմ աշխատանքը։ Քանի տարի է կանում, ես ինչա ձեղենց պետքա ծալեմ։ Արտուր Մեշյանը բողոքա ներկայացրել, որ այդ կառույցը չկառուցվի շենքը։ Հետո ճարտարապետը դարձավ թուկությունը։ Որպես բնակիչ դեմ է եղել, որպես ճարտարապետ կողմ է։ Սուն գրությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Տեսչական մարմնից նամակ կա, ասում հանցագործություն։ 08-ին 22-ին։ Իրանք առումը բերել են, յանին բակն են բարելավում, բայց բակ բարելավելու փոխարեն 12 բազմաբնակարան շենք են կառուցում։ Քննիչ ինձ հարց է տալիս, դու ինչ-որ բան պայմանավորել ես իրենց հետ։ Ասում եմ եղբայր չէ, ասում եմ այս ո՞նց են քո գույքի վրա գրել որ նախնական ձեռբերով է։ Համաձայնվել են։ Հա, ասի չգիտեմ եղբայր։ Այդ Մարությանի ստորագրությունն է, մեկ սա է, մեկ սա է։ Սահմանադրական դատարանի որոշումը դուրս եկավ, գրել է Յոկուտին, որ այս հողը ինձ է։ Հա, սահմանադրականը Յոկուտ ձեզ է գրել։ Հա, գրել է ինձ։ Որոշումը դուրս եկավ, 10 օր էր հրապարակվեց, դրանից հետո Տիգրան Աբինյանը շին թույլտվություն տվեց, երկարացրեց։ Սա լուծումը միայն կարծում եմ քանդելն է, կամ էլ պիտի բոլոր այս կողքի տները գնվի իր միջոցով կամ պետությունի օժանդակությունով նորմալ փոխհատուցեն այս բոլոր տներին, եթե իրանք համաձայն են։